Բարև ձեզ։ Եթե համաձայն եք, որ Ադրբեջանի ու Վրաստանի խաղաքարտը Կովկասյան կոմունիկացիոն քարտեզում երկաթուղին է, ուրեմն երկաթուղի շահագործելը նախևառաջ նրանց շահերի բախում է բերում, թե ում տրանզիտն է պահանջված։ Իդեպ Բաքվի ու Թբիլիսիի տրանզիտային արերեսումը մի ցնցում արդեն ապրել է եւ երևի հաջորդին է սպասում։ Դրա համար էլ Օվերչուկի աբխազական երկաթուղու վերագործարկման կեղծ ակնարկն առանց վրացական համաձայնության լեզվի սայթակում չէր, այլ ավելի շուտ գնացքից ուշացածի աղաղակ, որ հնչում է Ռուսաստանի փոխվարչապետի մակարդակով հայկական երկաթուղիների ռուսական կառավարման կոռուպցիոն բարդույթում։ Տեսնում եք, թրիպը դեռ չկա, բայց արդեն քանդել է հայկական բեռների վրա սև փողեր քամողների որջը եւ կարող է նաեւ կռիվ գցել նրանց միջև, ովքեր տասնամյակներ շարունակ սրբորեն պահում էին հայկական փողերը մեջ անելու նենգ դաշինքը։ Այնպես որ չգործող թրիպը ոչ թե հայկական երազանք է, այլ իրականում մեր շրջափակումը մեր իսկ վրա վերավաճառողների առերեսում։ Պատկերացնում եք գործող թրիպի դեպքում ինչեր կլինեն։ Թրիպում անգամ Ադրբեջանի ոգևորությունն է կեղծել ուր մնաց վրաց-ռուսական տանդեմի, որը չկասկածեք կփորձի դիմադրել Հայաստանի ապաշրջափակմանը։ Աբխազական առասպել հենց այդ մասին է։ Երբ Բաքուն նոյեմբերի 9-ն էր ուզում պոկել Մոսկվայից, ստացավ օգոստոսի 8 ընդդեմ Մոսկվայի։ Հիմա հերթը Թբիլիսի-Մոսկվա դուետինն է։ Թրիպը վիժեցնելու գինն էլ աբխազական երկաթգծի գործարկման մասին ռուսական ուտոպիան։ Հաջողություն։